Պարոն Հովհաննիսյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կներկայացնեք ձեր գնահատականը եւ այսպես մենք տեսանք, որ քանի որ առիթ չենք ունեցել ձեզ հետ խոսելու, դուք քաղաքում չէիք, բայց մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանն էր Սյունիքում, այս ամենի հետ կապված կուզեմ ձեր գնահատականը, տակ լինելով Սյունեցի, Սիսիանում էր կարծեմ նաեւ նույն Նիկոլ Փաշինյանը, ինչ կարող եք մեզ հաղորդել, նաեւ կառավարության նիստից հետո էլ տեսանք, որ ինքը այլևս հրապարակային հայտարարեց, որ ով Արցախի անունը կտա խորան կլինի թե այսպես ասենք, հա, այլ տեղերում պաշտոն մասին, այսինքն հետապնդելու էր այդ մարդկանց, խոսեց, որ անկախության հռչակագիրը անկասկած դուրս է գալու նոր սահմանադրությունից դա, որովհետև պատերազմի հող ոտք դնել է, խնդրեմ։ Նիկոլ Փաշինյանին ես ողջունում եմ այդ հայտարարությունը համար, որովհետև ինքը շատ ազնվորեն խոստովանում է, որ ինքը հայի թշնամի է։ Ազնվորեն խոստանում է, ասում է ժողովուրդ, եթե դու ինձ ընտրեցիր, ուրեմն դու անասունից ավելի ցածր գիտակցություն ունես ժողովուրդ, եւ դու արժանի չես այլևս ապրելու։ Նիկոլ Փաշինյանը իր հայտարարությունի մեջ այնքան ազնիվ է, եւ ինքը իր 5 միլիարդը, որ վերցրել է Ալիևից Արցախը հանձնելու համար, ինքը ազնվորեն ծառայում է այդ 5 միլիարդը վերցրածի համար։ Ինքը հայտարարում է, որ ինքը Թուրքի հպատակ է։ Եվ ինքը չի թաքցնում դա, այլևս չի թաքցնում։ Ինքն ասում է ժողովուրդ, եթե դու մի այսքան թասիբ ունես, հայ, եթե դու ազգ ես, ոչ թե պատմության անկյունում մնացած ոչնչություն, ուրեմն դու նման ղեկավար չպետք է ընտրես։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում։ Ոնց կարող է Նիկոլ Փաշինյանը Արցախի համար պայքարի, սահմանների համար պայքարի, ժողովրդի համար պայքարի։ Նիկոլ Փաշինյանը պայքարում է իր անձի գոյության համար, իր անձի գոյությունը, իր ընտանիքի գոյությունը կապված է իշխանության հետ, իշխանություն չունեցավ։ Շատ մեծ հարցականի տակ են Նիկոլ եւ նիկոլական այդ 300 հոգու, այդ անուղեղ աղջիկների, որոնց պաշտոնի փողի հուսադրմամբ կանչել են քպայական ծաղրածուների ավտոբուս եւ մնացած այդ թալանչների, նիկոլական թալանչների կյանքը եւ գոյությունը կապված է ընտրության հետ եւ իրենք ամեն ինչ անելու են։ Եվ Նիկոլը, բայց ազնվորեն ասում է ժողովուրդ ինձ մի ընտրեք, ես ռադս քաշեմ, էլի։ Բայց ժողովուրդը իրոք չի ընտրում։ Նայեցեք, ես Սիսիանում փողոցը լցված էր ԱԱԾ-ականներով եւ ԱԱԾ-ի գործակալներով։ Ամեն քայլափոխին պետական պաշտոնյաները տարածում են, ով Նիկոլին դավաճան ասի, կապիտուլյանտ ասի, հողատու ասի, իսկույն քրեական գործ են հարուցելու, որ հանկարծ ժողովուրդը Նիկոլին ոչինչ չասի։ Ես ուզում եմ թվել, Նիկոլին Սիսիանին դիմավորել են 8 ծեր մարդ։ Սիսիանում։ Մեկը ամբողջ օրը Սահյանի արձանի մոտ ինգաս թևը կորցած երիտասարդ տղա է, երիտասարդ 50-անց տղա է, որը նախկին իշխանավորների կողմից բան երբ գալիս են իրան որպես թևը կորցած տղա միշտ օգնում էին։ Այդ տղան բոլորից դժգոհ է, բոլոր իշխանավորներին կողմնակից է, մեր պարգևներ, դե բոլորս գիտենք, մի շատ լավ աշխատող մարդ, հենց այդ Սիսակ Նահապետի փողոցն է ինքը մաքրում, եւ մի քանի հոգի, ովքեր 3 հոգին պաշտոնյայի պապիկներ էին, բերել էին որպեսի ցույց տան։ Ահա Սիսիանում նա դիմավորողներին։ Եվ ինչ հարց լուծեց Սիսիանում։ Ոչ մի հարց։ Ինչ հարցի պատասխանեց Սիսիանում, ոչ մի հարց։ Նիկոլ, եթե դու իրականում Թուրքի թերմացք չլինեիր, դու կնայիր իշխանասարին եւ կտեսնեիր, որ թուրքը նստած է իշխանասարին եւ նայում է ուղիղ քեզ։ Հասկանում ես։ Այդ սեվլիչի 30%-ը որ տվեցիր Թուրքին, 30 չի նախ, 70%-ն է հայկական, որ տվեցիր Թուրքին, դա երբեք չեն մոռանում սիսիանցիները։ Դրա համար ոչ ոք դուրս չերեք է քեզ դիմավորելու։ Երկու պետական պաշտոնյայից բացի ոչ ոք, թեկուզ մի շաբաթ առաջ տարածում էին, որ Նիկոլը գալու է, այսպես անցնելու է։ Սյունիքը թքեց քո վրա։ Սյունիքը իր արհամարանքով ցույց տվեց, որ դու ոչնչություն ես, դու ավելի վատն ես, քան դավաճան Մելիք Արծվաշենի։ Մելիք Ֆրանգուլին գոնե իր հպատակները տարան գյուղի գերեզմանոցի ծայրում թաղեցին։
Ճիշտ է, հետո ամբողջ գյուղը թքում էր Մելիք Ֆրանգուլի գերեզմանին։ Բայց գոնե թաղեցին։ Սյունիքը քեզ համարում է Մելիք Ֆրանգուլից ավելի վատ։ Ագարակում պատկերացնում եք ժողովուրդ։ Ասում են, եթե ուզում ես ինչ-որ մի ճշմարտություն իմանաս, երեխայից իմաց, չէ՞։ Երեխային հարցում է, դու գիտեիք, որ ես գալու եմ։ Ասում է, հա, մեզ բերել են ստե։ Ասել են բերել են ստե, երեխան է ասում։ Հե, խիլագարի նման ծիծաղում է։ Ուզում են, այսինքն երեխաներին բերել էին, որպեսզի Նիկոլը ավտոբուսով պտտի։ Հասկանում եք։ Բայց ընդհանրապես 4 երեխա էր եկել։ Ծնողները թույլ չէին տվել, որպեսզի իրենց երեխաները մախտարվեն Նիկոլի նման էշությամբ։ Ես ինչ բառ ասում եմ, դա Նիկոլի բառն է։ Ինքն է իրեն իշխանությունը էշ իշխանություն անվանել, այսինքն էշություն է անվանել իր իշխանությունը։ Թերմասկ բառը ինքն է օգտագործել։ Այնպես որ ես իր օգտագործած բառն եմ ասում։ Թերմասկ էշություն Նիկոլը ագարակում ինչ է ասում։ Ասում է Մեղրին լավ է, չէ՞ խաղաղա, Մեղրին 30 տարի Մեղրից Թուրքը 300 կիլոմետր հեռու էր։ Դու բերել ես նստացրել ես Մեղրի գլխին եւ ուզում ես Մեղրեցին գոհ լինի։ Նույն ագարակում ամեն ինչ կանչել են։ Մեղրիում փորձել է տուն մտել, դուրը շղկացրել են երեսին։ Շղկացրել են։ Հասկանում եք։ Մարդիկ տուն չեն թողել Նիկոլը մտնի։ Կապանում, որտեղ ցանկացած հյուր գնալուց հարյուրավոր մարդիկ են հավաքվում, ամենակիչը։ Փողոցում կանգնեցել այնտեղ, որտեղ մարդիկ նստած են, թոշակառուներ հիմնականում, հա, փողոցում նստած են, մոտեցել է, շատ են դժգոհ, բայց կադրի մեջ ցույց են տալիս մեկին, որի շնորհակալություն է հայտնում օպերացիայի կամ ծրի դեղերի համար։ Ես հետո կանադառնամ։ Նայեցեք, ապահովագրությամբ Հայաստանի Հանրապետությունում ապահովագրությամբ օպերացիաներ արել 7 միլիարդ դրամի փետրվար-հունվար ամիսների համար։ Պետ պատվերով 17 թվականին փետրվար-հունվար ամիսների համար 12 միլիարդ դրամի բուժ օպերացիաների փող է փոխանցվել։ Հասկանում 5 միլիարդով ավելի։ Այն դեպքում, որ այդ ժամանակ աշխատող քաղաքացուց 13,000 դրամ չէին պահում։ Եթե դու աշխատող բնակչից 13,000 վերցնում ես ծեր մարդուն օպերացիա, նախկին իշխանությունները Դավաճան Նիկոլ, ստախոս մանիպուլյատոր Նիկոլ, պետ պատվեր գոյություններ, որով ընդհանրապես 60 միլիարդ դրամ էր հատկացված պետ պատվերի համար, բայց այդ 60 միլիարդ ավելի ազրանում։ Այդ մարդը, որ ասում եմ ծրի դեղեր տվեցին, գորիսեցին, ցավը տանեմ, գորիսեցի 1270 դեղ 50-ից 100% թանկացել է։ Եթե քեզ տանում են, ծրի դեղ են տալիս, այդ փողը պոկում են քո երեխուց, քո հարևանի երեխուց, քո աշխատող բարեկամից։ 3 օր առաջ գնացել եմ Ատամնաբուժի մոտ։ Ատամնաբուժը հստակ ասեց, որ ատամնաբուժական բոլոր դեղորայքը, սարքավորումները, նյութերը 50-ից 80% թանկացել են։ 50-ից 80%, որտեղ հարկերը ավելացրել են։ Նո, եթե ես սխալ եմ ասում, որևէ ատամնաբուժ, դուրս եկեք ասեք, ես սխալ եմ ասում, իմ ասած դեղերը, դեղորայքը, նյութերը եւ սարքավորումները 50-ից 80% չեն թանկացել։ Ահա Նիկոլը ինչ է բերում, եթե մինչև այդ պլոմբը անում էի 4000 դրամով, հիմա անելու ես 6-7000 դրամով։ Եթե իմպլանտ անում էի 180,000-ով, հիմա անելու ես 230,000-ով, 250,000-ով։ Ահա Նիկոլի բերածը։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Սուրիկ Խաչատրյան միայն 1 տարվա ընթացքում ստենդավորման համար Սյունիքի 350 քաղաքացու է ֆինանսավորել։
Հասկանում եք։ Երկու հոգու սրտի ստենդավորում են անում, հերոս են պատկերացնում։ Դա սարսափելի է։ Դա սարսափելի է։ Նայեցեք, Գորիսում ընդամենը 6 մարդ է դիմավորել, պլյուս մեծագույն դավաճան Գորիսի քաղաքապետը։ Ոչ ոք չէր սպասում, որ ինքը դուրս կգա ու կդիմավորի։ Եվ քպեականները հենց ճիշտ էին անում։ Իհարկե Գորիսեցիները արդարացնում են, ասում են դե քրեական գործը հարուցված 21 թվից քաշ քշում են տղային, դե տղան ինչ անի, ինքը Նիկոլական չի, ես հասկանում եմ, նաև Արուշի քայլն է, բայց Արուշ դու դրա իրավունքը չունեիր։ Ոչ մի նորմալ Գորիսեցի չխոսես Նիկոլի հետ։ Այդ փողոցից կանգնած էլ մարդիկ դե երկրի ղեկավարը չեն թքելու երեսին։ Հո Ալեն Սիմոնյան չեն որ հայու երեսին թքեն։ Եվ ամենասարսափելին այն է, որ Տաթևի վանքի մոտ Նիկոլն ասում է ՀԴՄ կտրոն չեք տալիս, այդ կինը ասել է կտրոն տան որ դու կանիկդ մսխեք, բայց դա ցույց չեն տալիս։ Այն որ նույն Տաթևի վանքի մոտ չան չեն անում Նիկոլի հետևից, դա ցույց չեն տալիս։ Հասկանում եք։ Իհարկե ցույց չեն տալիս, բայց ասեմ ձեզ Նիկոլը որտեղ իջնում էր նախորդ կազմակերպված 300 մետրի վրա ԱԱՑ հատուկ աշխատողները, ոստիկանության աշխատողները քաղաքացիական հագուստով, ես եմ տեսել քաղաքացիական հագուստով, պատտվում են, որ հանկարծ ինչ-որ մեկը գոռան Նիկոլ Դավաճան կամ բան, իսկույն կանոնավորեն։ Եվ մարդկանց չէին թաքցնում դա, որ հանկարծ ոչ մեկը չգոռան Նիկոլ Դավաճան, Նիկոլ Հողատու, Նիկոլ Տականք, բայց բոլորը ասում էին։ Բոլորն ասում են, անգամ ոստիկանության աշխատողներից մեկին հենց ինձ մոտ։ Մեկը ասեց, մեղք չեք, որ ես թուրքի թերմացքի հետևից պատտվում եք, այդ տղան ձեռով անում էր սուսարը։ Բայց ոչինչ չէր ասում, որովհետև իրենք էլ գիտեն ինչ է։ Եվ այսօր վերջնականապես եւ համոզվեցի, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, ես դրանում համոզվեցի, երբ ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ հարուցեց ինձ վրա անմեղ լինելով, պարզապես թելադրանքով այսօրվա քննչական կոմիտեի նախագահ Կոչեցյալի եւ մի ամբարո քննիչի հետ միասին, ես հասկացա, որ ԱԱՑ մենք չունենք, մենք ունենք պարզապես թուրքի հպատակի անխոս ծառաներ հանուն աշխատավարձի եւ մի փոլ լափի։ Ահա ԱԱՑ-ն։ Եվ ամբողջ ԱԱՑ-ն իշխանությունը լծված է Նիկոլին պաշտպանելով եւ վերարտադրելով։ Ահա այն սարսափը որ տեսա։ Եվ ընդհանրապես Սյունիքում Նիկոլին ոչ ոք չի դիմավորել եւ ոչ ոք իսկ երբ այդ կադրերը որ բան են անում, խելագարի նման պարում են, դա ընդհանրապես ամենավերջին հայհոյանքներն էր արժանանում, ամենավերջին հայհոյանքները։ Իսկ այն արտահայտությունը, որ հա ինչ անենք, որ Ղափանի գլխին թուրքի դրոշը տնգած է, չեն կրակում, չէ, խաղաղ է, չէ։ Մի հատ ղափանցի ասել է մինչև երբ որ թուրքը օզավ կրակի կրակելվա։ Եվ ամենասարսափելին այն է, երբ ասում է Արցախը տվեցինք, որպեսզի բան հայրենիք ունենանք, Հայաստանը չկորցնենք։ Տականք, գարշանք, էշության պատկեր։ Երբ որ Արցախը կար, Հայաստանն էլ կար։ Հիմա ինքնիշխանություն չունի Հայաստանը, հիմա պետականություն չունի։ Այնքան պետականություն չունես, այ ոչնչություն։ Որ դու ասում ես, բանը Ադրբեջանին թույլատրել ենք մեր օդային տարածքով թռչի, Նախճիվան գնա։
Ալիևն ասում է Հայաստանը կամ Նիկոլը ինչ շունա, Հայաստանով է որ թույլ տա, մենք առանց թույլտվության ենք թռչում, կարեն խոսեն, Նիկոլ պաշտպանողներ, Ալիևն ասեց, որ դուք փալաս եք Նիկոլի հետ միասին, ինչ ուզեմ կարամ անեմ, օդային տարածքդ եմ գրավել, դուք հասկանում եք դա ինչ է, դուք հասկանում եք ինչ է, երբ Ալիևն ասում է, որ մենք շատ հարցեր ունենք Հայաստանի ինքնիշխանությանը, 6 ամիս հետո կտեսնենք, ժամկետը տվեց, և եթե Նիկոլը ընտրվեց, 6 ամիս հետո Հայաստան չի լինելու, թոշակարու և թուրքը մտնի քո թորնիկին, մորթի քո աշկի առաջ, մեղավորը դու ես, որ Նիկոլ ես պաշտպանում, ուսանող, որ մտնի թուրքը, քո մորը, քո հորը, վիզը կտրի, տա գիրկդ, մեղավորը դու ես, որ մի կտոր լապի, մի սուրճի բաժակը ձեռիդ, քո հայրենիքի մասի չես մտածում, 9 միլիարդ դոլարով Հայաստանի Հանրապետության պետական պարտքը ավելացրել Նիկոլը, ագարակում ասում է, բանը, զենք ենք առել, դու գնել ես 1 միլիարդի զենք ընդամենը, մնացած 7 միլիարդ 200 միլիոնը ուրա, երբ արդյունաբերության նախարարը ստում է բացահայտ, Սյունիքում, ասում է տեսեք ինչքան ներդրումներ է արվում, ներդրում չէ, այդ հյուսիս հարավ ճանապարհի համար 560 միլիոն դոլար վարկ եք վերցրել, վարկ, ոչ ոք այդ ճանապարհի ներդրում չի արել, դուք եք վարկ վերցրել, և այդ վարկը այդ տեղի բնակիչը պետք է տա, երբ որ ասում է դպրոցներ են կառուցում, մանկապարտեզ են կառուցում, ժողովուրդ, ախր քանի անգամ ասեմ, որ դուք հասկանաք, Նիկոլը փակել է, արդեն իսկ փակել է 231 դպրոց, եւ փոխարենը ընդամենը կառուցել է 16 դպրոց, եւս 44-ը վերականգնել է, վերանորոգել է։ Իմիջիայլոց վերջերս ուղղակի այս տեսանյութը շատ կաշնա է։ Հա։ Ամբողջ գյուղին սպասարկել է, մեդալներ ատվել, մարդիկ ատվել, շատ շնորհալի մարդիկ, շատ բայց այս դպրոցը այսօր չի աշխատում, ինչ-որ մեկի կամքով չի համապատասխանում, չգիտեմ ինչի, այս դպրոցը մինչև էք համապատասխանել է, ինչի համապատասխան է, այս դպրոցն ես ավարտել, մի ուրիշ տեղից սկսել, ախր բերանս բացել մեկ տա, էլ եմ կրկնում, կարգուն դպրոցը մնում է, պատճառաբանը ինչն է պատճառ։ Այսինքն, ինչքան էլ իրենք ասում են մենք դպրոց սարքող, մանկապարտեզ սարքող։ Հեսման չկա, հոսայք չկա, լավ է, այս գյուղը հանգցնում են, սարքեն զրոյի, որ ասենք ստեղ մալաջոր չմնա։ Հիմա ես ասեմ ձեզ, շատ ճիշտ բան էր, ուրեմն փակում են բոլոր այն դպրոցները, որոնք 100-ից ցածր աշակերտ ունեն, ասում են օպտիմալացնում ենք։ 100-ից ցածր բոլոր դպրոցների վրա պետությունը, կրթության նախարարությունը ծախսում է ընդամենը 7 միլիարդ դրամ։ Միայն ՀԿ-ներին կրթության նախարարությունը 25 թվականին 27 միլիարդ դրամ է փոխանցել։ 3 միլիարդ եւ բան է տվել, պարգևավճար է տվել։ Կրթության, գիտության, սպորտի նախարարությունը։ Այսինքն ոչ թե դա փողի հարց է, այլ գյուղերը ավերելու հարց է։ Արդեն իսկ Նիկոլի օրոք փակվել են, հիմա ասեմ ձեզ, 9 գյուղ է դատարկվել, ամբողջությամբ Հայաստանի Հանրապետություն 9 գյուղ դատարկվել է, իսկ 215 գյուղում մնացել են մինչև 20 բնակիչ, ինքն ծեր բնակիչներ, այսինքն Հայաստանի Հանրապետությունում Նիկոլի օրոք 224 գյուղ է ամբողջովին ավերվել և փակվել, դուք հասկանում եք դա ինչ է, բացի դրանից, Նիկոլին լրագրողը հարցնում է, դուք խոստացել եք 300 դպրոց կառուցել, 500 մանկապարտեզ կառուցել եք 12 մանկապարտեզ, դե հələ 26 թիվը չի ավարտվել, այսինքն 8 տարվա մեջ, 5 տարվա մեջ ոչինչ չեն արել, վերջի մի քանի ամսվա մեջ բերվեն անեն,
Տիկին ջան, ես համիտ եմ ձեզ հետ։ Այս տիկնոջ խոսքը շարունակեմ։ Փակում են Համոս Սահյան տված Սիսյանի Լոր գյուղի դպրոցը։ Որտեղ Համոս Սահյանն է մեծագույն աշխարհի մեծագույն պոետներից մեկն է սովորել ավարտել։ Այդ դպրոցը փակում են։ Եվ ուզում եք դուք նորից ուզում եք դրան ընտրեք։ Ես նորից եմ ասում, 100-ից եւ ցածր աշակերտ ունեցող բոլոր դպրոցներին տարեկան բյուջեով հատկացում են 7 միլիարդ դրամ։ Միայն 27 միլիարդ դրամ տալիս են ՔՊ-ական, կասկածելի, սորոսական հականերին, ովքեր կրթություն են իբր թե իրականացնում Հայաստանի Հանրապետության, մինչդեռ սահմանադրությամբ կրթության մենաշնորհը պետությանն է։ ՀԿ-ն ինչ գործ ունի կրթության հետ։ Գնահատման ինստիտուտը ՀԿ է։ Վերապատրաստման ինստիտուտը ՀԿ է։ Ընդ որում ստանում են 600-700 հազար աշխատավարձ։ Եվ ամեն մի կաբինետում երկու հատ երիտասարդ ՔՊ-ական է նստած։ Եվ ոչինչ չեն անում։ Իսկ գյուղի դպրոցները փակում են, այո 231 դպրոց փակվել է եւ ելի դպրոցներ են փակվելու։ Տիկին շատ լավ հասկանում եմ, Սալվար գյուղում 16 աշակերտ կար, 7 ընտանիք դռները փակեցին, երեխեքին վերցեցին, գնացին քաղաք։ Դատարկվեց։ Բայց Ալիևը ասել է, չէ՞ որ մեքենաներով Երևան է գալու։ Իհարկե ասել է եւ գալու է, քանի Նիկոլ է քնտրում։ Ես ուրիշ բան ասեմ։ Այն որ ասում զենք է առնում, Հայաստանի Հանրապետության Նիկոլի օրոք կորցրել է 350 տանկ։ Եւ չգիտես ինչու, մենք տանկերի թվով 109 ենք, Ադրբեջանը 1354։ Մենք ունենք 100 գրադ, այն դեպքում եւ մենք ունենք 280 գրադ, ուր է 80 գրադը։ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն 15%-ով կրճատվել է, 1.5 միլիարդ դոլար է, Ադրբեջանի պաշտպանական բյուջեն 5 միլիարդ 600 միլիոն է, 23%-ով ավելացել է։ Սա է անվտանգությունը։ Թե 13000 հայ երիտասարդ սպանեցիր, որպեսզի վախ մտցնես ժողովրդին եւ ասես խաղաղություն է, ժողովուրդ, հանկարծ Արցախ չասեք թուրքը կգա, հանկարծ Սարի մասին մի մտածեք թուրքը կգա, Զանգեզուրի միջանցքը տվեք թուրքը կգա։ Ալիևը ծաղրում էր Նիկոլին եւ հայ ժողովրդին, ծիծաղելով ասում, երբ դուք միջազգային մամուլը Զանգեզուրի միջանցք է ասում, հարցվում եմ, իհարկե մերն է այդ միջանցքը։ Գնացեմ Մեղրիում ասում թրիպի ուղին, այնտեղ մեղրեցիները իհարկե ես չեմ ուզում վիրավորեմ, բայց երևի չգիտեն էլ որ թրիպի ուղին Հայաստանը չի վերահսկելու։ Վերահսկվելու է ինչ-որ ռազմական կառույց եւ Հայաստանը այդտեղ ոչ մի իրավունք չի ունենալու։ Մեղրեցի դու չես կարողանալ այդ ճանապարհին մոտենաս առևտուր անես եւ ադրբեջանցին չի կանգնելու քեզնից առևտուր անի։ Թուրքը չի կանգնելու քեզնից առևտուր անի։ Այդ ճանապարհը դու իրավունք անցնելու համար, Իրան անցնելու համար պետք է թույլտվություն խնդրես։ Եվ այդ ճանապարհը Հայաստանի Հանրապետության վրա նստելու է տարեկան 600 միլիոն դոլար։ Հասկանում եք։ Այսքան փող պետք է ծախսվի այդ ճանապարհի պահպանության սպասարկման համար։ Թե այդ փողը որտեղից է դուրս գալու, երբ Ադրբեջանը մաքսատուրք եւ հարկ չի մուծելու այդ ճանապարհ գնալ գալու համար։ Այդ ճանապարհներ միայն Նախճիվանի կապի մասին են մտածված։ Դուք հասկանում եք ինչ է կանում Նիկոլ Փաշինյանը մեր ազգի գլխին, իր անողնաշարությամբ, իր դավաճանությամբ։ Եվ գնացել է ինչ, մարդիկ հարցնում են ինչու է Արցախը տվել։ Ասում են որպեսզի հայրենիք ունենանք, ինչու է սահմանները տվել, որ խաղաղություն ունենանք, ինչու է բանակը քանդում, մենք խաղաղություն ենք անում, բանակ մեզ պետք չի։ Հյուսիս հարավ ճանապարհը ինչի՞ չես կառուցում։ Ասում դե կառուցում ենք ներդրումներ ենք դնում, բայց այդ 10 տարի դեռ տևելու է այդ ճանապարհի կառուցումը։ Ասում են ինչու է թոշակները ցածր։ Գները այդքան թանկանում են։
Եվ ասեմ այդ 10,000 թոշակ, որ ապրիլի 1-ից թանկանում, այդ 10,000 թոշակի համար արդեն գները 20,000-ի թանկացել էր Նիկոլը։ Հետո մտեք City, ուղիղ մտեք City։ Միսը 500 դրամ է թանկացել։ Ձում 40 դրամ է թանկացել, 50 դրամանոց ձում դարձել է 90 դրամ։ Ուզում եք էլի թվարկեմ ինչերն է թանկացել։ Հացաբուլկեղենը թանկացել է։ Ամեն ինչ թանկացել է։ Խմիչքները, հյութերը, բոլորը թանկացել են։ Եվ այդ բոլորը կատարվում է ծիծաղելի պատճառաբանության համար։ Խաղաղություն, հասկանում ես, օրինակի համար դե հասկանում եմ Աղավնաձորցի առևտրական կինը ամբողջ կյանքում ժպտացել է, դուր գալու համար բաներ է ասել, որպեսզի ինքը առևտրանի, դա հասկանում եմ, կինա, առևտրական կինա, իր համար վաղը մի այսօր Պետրոսն էլի էտ անելու, թուրքն էլ գա, մինչև իր մորթելը էլի փորձելու է շահ ունենալ առևտուր անել, բայց որ ասում է խաղաղություն եք բերել դուք։ Ես ուզում եմ մանամ, երբ է Հայաստանը խաղաղ եղել։ Հիմա խաղաղ է Հայաստանը։ Եվ Ալիևը մեր օդային տարածքը առանց մեր թույլտվության օգտագործում են, դա խաղաղություն է։ Դա խաղաղություն է, նորից եմ ասում։ Երբ Ալիևը ռազմական համալսարանում հայագիտական ամբիոն է ստեղծել եւ իր բոլոր ապագա սպաներին հայերն է սովորացնում։ Ինչու՞։ Որովհետեւ Հայաստանում ադրբեջանցիները որ եկան բնակվելու, այն որ Սուքյասյանը կառուցում է այդ շենքերը։ Սուքյասյան, հիշում ես, ես միշտ քեզ ասում եմ, Նիկոլը քեզ այն բանի նման օգտագործելու է, գլխիդ էլ սպիտակ բանա թափելու, հետո դենա շպրտելու։ Տեսար ոնց քեզ դեն շպրտեց։ Ու ամբողջ կյանքում հայ ժողովրդի մոտ քո այդ գլխի բանա թափած սպիտակ բանը չի մաքրվելու։ Հասկացար։ Ինչքան էլ թիկնապահներիդ մեծացնես, քո ասած բառերի համար պատասխան ես տալու, քննիչներն են պատասխան տալու, ամեն ինչ, իհարկե, երբ որ Նիկոլը վեր ընտրվեց, դու պատասխան չեք տալու, բարաբար թուրքը գալու է մորթելու է քեզ։ Քեզ չի մորթել, դու փախտելու ես Մոնտե Կարլո։ Թուրքիայի նշանով Սիտիտ էլ տալու ես թուրքերին։ Բայց հայտարարությունը սա է։ Իհարկե ես էլ այդ մասին խոսեցի, որ միայն բանում, Վարդենիսում եւ Ջերմուկում ադրբեջանցիները Հայաստանի տարածքում, սուվերեն տարածքում պոստեր են դրել։ Ինչի իշխանասարը, որ Նիկոլ Փաշինյանը նայելով գնում էր, այն կապիկների, ծաղրածուների ավտոբուսով չէր տեսնում, որ թուրքերը նստել են ճանապարհի գլխին եւ 10-15 կիլոմետր ներթափանցել են Հայաստանի Հանրապետության սահման։ Չէր տեսնում։ Դա ինչա պոստ չի։ Այդ նույն հատվածում է, չէ՞ որ հայերին ստիպում են բանը հաշվում են թե քանի պատրոն պետք է տանեն պոստ։ Արաղ են տալիս, որ հայ տղերքը անցնեն գնան իրենց պոստում 15 օր։ Բայց ամենահետաքրքիրը Սասուն Միքայելյանը բացահայտեց դավաճանված Նիկոլի դավաճանությունը Արցախյան պատերազմի ժամանակ։ Երբ հայտարարեց, որ 5000 տղա ուզում էին գնային Արցախ, թույլ չտվեցին։ Սասուն կյանքում մի ճիշտ բան արեցիր։ Բացահայտեցի, որ Նիկոլը չի թողել, որ երկրապահը գնա կռվի եւ Արցախը կորցրել են դրա պատճառով, նաեւ դրա պատճառով։ Դու հայտարարություն արեցիր, որը քրեական գործի հիմք է հանդիսանալու։ Այս անգամ ասում եմ ապրես քեզ, բայց ես Սիսական ջոկատի կազմում հրամանատար Մինասյան Աշոտ, որ այսօր Նիկոլ Փաշինյանի եւ մի քանի ամբարո քննիչ ու դատախազի պատճառով բանտում են նստած։ Աշոտի ջոկատը գնացել է։
Ասրան Խաչակիրների ջոկատը գնացել է։ Այդ ոնց Ասրան Խաչիկն ու Մինասյան Աշոտը իրենց ջոկատներով հարյուրավոր տղերքով գնում են, դու 5000-ով չես կարող երկրապահով գնաս։ Այդ ոնց է Մանվել Գրիգորյանը 16 թվականի ապրիլյան այդ մարտերի ժամանակ 6000-7000 երկրապահի տղա տարավ Մատաղիս ու Ջաբրայիլ, դու չկարացիր տարած, ուրեմն դու փալաս ես, ոտի տակի Նիկոլի ոտի տակի կեղտն ես, որ կեզ թքած ունի քո վրա, դու ինքնուրույն խոսք չունես։ Բանն էլ ասում էր պարի, պաշտպանության նախկին նախարարին էլ ասում էր պարի, հիմա բանտից չի հանում։ Դες ասում, պետք է ժպտաս էլի, բա ինչ պետք է անես, ծաղրացուների ավտոբուսի պասաժիր ես դարձել, պետք է ժպտաս Նիկոլի ասելով։ Եվ ասեմ ձեզ, ես անդրադառնամ նաև Ցեղասպանության թանգարանի տնօրենի հարցին։ Գիտեք, երբ Նիկոլ Փաշինյանը գնաց Մարալիկ եւ Մարալիկում գոնե մեկ մարդ դուրս եկավ Նիկոլին դիմավորելու, ես ուզում եմ ասել, դուք Սասունի եւ Մշի ժառանգներ եք, որ գաղթել եք մազապուրծ եք եղել, բայց դուք այլևս հեղինակություն եւ անուն չունեք, արթիկցիներ, ես ձեզ եմ ասում, դուք փալաս եք, որովհետև դուք եք մեղավոր, որ ձեզ պապերին կոտորել են թուրքերը։ Դուք, որովհետև ցեղասպանության մեխանիկան մշակել եք դուք, պատճառը եղել եք դուք, Նիկոլն է այդպես հայտարարել։ Եվ եթե Նիկոլի այդ հայտարարությունից հետո դուք ձեր նախնիների տանջահար, արյան, արժեքը չունեք, չեք թքում Նիկոլի երեսին այդ ասած բառերի համար, ուրեմն դուք արժանի չեք եղել ապրելու, փրկվելու արժանի չեք եղել։ Հասկացաք։ Լենինականցիները, եթե ձեր 23 լենինականցու հայրենասեր մարդու Նիկոլը կալանավորել է, եւ կա մի լենինականցի, գյումրեցի, ով Նիկոլ է դիմավորում, ուրեմն Նիկոլը ճիշտ արի, դուք անթասիբի մեկն եք։ Եվ 800 միլիոն դրամ ձեր բյուջեից թալանել է, լափել է Նիկոլը, ոչ մի տուն չի կառուցել գյումրեցու համար, եթե դուք նրան դիմավորում եք, ուրեմն ինքը ճիշտ է արել, որտեղ դուք արժանի չեք այդ փողին։ Նիկոլը միակ Հայաստանի Հանրապետության ղեկավարն է, որ Գյումրիում ոչ մի տուն չի կառուցել, ոչ մի գյումրեցու տնով չի ապահովել։ Եվ ոչ մի շինարարություն չի արել։ Այն ինչ որ նախկինները սկսել էին բարեկարգման ծրագիրը, Նիկոլից հետո ոչ մի բան չի արվել այդտեղ։ Որտեղ Նիկոլը խորապես ատում է ձեզ, որտեղ դուք ինտելեկտ ունեք գյումրեցիներ, դուք բարձրաշխարհիկ մարդ եք, Նիկոլը իր ցածր էշության մակարդակով չի կարող ձեզ սիրել, էշություն բառը ինքն է օգտագործել, ես չեմ օգտագործում, եւ Գիտես ինչ կա, Նիկոլին թվում է, ազգային, լսեք, Նիկոլը ձիգ չի, Նիկոլը արդեն, երբ նայում եք նա սևացած հայացքին և կուզին ու հավակված ուսեին, հասկանում եք, որ վախերը Նիկոլին ավելի շատ են տանջում, քան որևէ բան, բայց ասեմ ձեզ, երբ Նիկոլը 300 դավաճան թուրքական ապրանքների մոտ, կառավարության նիստերում, ինչ-որ հիմարություններ է դուրս դալիս և հիացած ժպիտներով ու հայացքով տեսնում իրեն նայում են, իրեն թվում է, թե ինքը ճիշտ էր, բոլոր շիզոֆրենիկներին թվում է, թե իրականությունը այն է, ինչ իրենք են մտածում։ Բոլոր շիզոֆրենիկներին, հոգեկան հիվանդներին, պարանոիդ շիզոֆրենիկներին, դա Փաստաբանի ասած արտահայտությունը, ես կրկնում եմ Փաստաբանի ասածը և 2014 թվականին իմ գրածը, բոլոր պարանոիդ շիզոֆրենիկներին թվում է, թե օբյեկտիվ իրականությունը սուբյեկտիվ ընկալում չէ։
Եվ իրենց թվում է թե բոլորը պետք է օբյեկտիվ իրականությունը Նիկոլի աղավաղված դավաճանական ընկալմամբ ընկալեն։ Դա այդպես չէ։ Նիկոլա երբ առնչվում է իրականության հետ, նա վախենում է, վախից, Մարիամ ջան, վախից, ինքը ընկնում է էքստազի մեջ, վախից, երբ իր երեսին ասում են իրականությունը։ Հասկանում եք։ Եվ ավելին, Թուրքիայում դատում են Ռոջիխլատ Աքոյին ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու համար։ Թուրքերը հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու համար դատում է իր քաղաքացուն։ Եվ գիտեք ինչ է հետաքրքիր։ Մեղադրանքի մեջ գրված է, որ չի ուսումնասիրել ցեղասպանության մեխանիկան, ով է մեղավոր եղել եւ ով է հասցրել ցեղասպանությանը։ Այսինքն այն ինչ թուրքերը իրականացնում են, Նիկոլը իրականացնում է Հայաստանում։ Դուք պատկերացնում եք, հիշում եք, որ Գորիս Կապան ճանապարհը տվեց Թուրքին, Ալիևն ասաց, դե Հայաստանի Հանրապետության ղեկավարը այդ ճանապարհը ճանաչել է մերը։ Նա չասեց, որ դա մերն է, ասեց, որ Նիկոլն է ճանաչել։ Նիկոլ, չէ՞ որ դու Հայաստանի ինքնիշխան տարածքը տալու համար դատվելու ես։ Դու արդեն ես հաշվել եմ մտովի 320 քրեական գործ է հարուցվելու քո վրա։ Բայց ինչն է ամենասարսափելին, նիկոլական թայֆան անցել է թալանի ամենաբարձր գագաթին։ Նայեցեք, ազգային ժողովում ես բերում եմ հակակոռուպցիոն կոմիտեի տվյալները 2025 թվականին 800 գործ է հարուցվել հակակոռուպցիոն կոմիտեում, բոլորը նախկին իշխանավորների համար եւ մեկ գործ Էջմիածնի նախկին քաղաքապետի նկատմամբ, ով համարձակվել էր կասկածել, որ Նիկոլը սպառվել է, պետք է հեռանա, նրան դատում են այսօր։ Ես չեմ ուզում ասել, Նիկոլը օգտագործեց բոլոր դավաճաններին հասնում է այդ վիճակը, բայց ասեմ ձեզ, որ 800 քրեական գործից 650-ը կարճվել է։ Եղել է անիմաստ։ 650 գործ է կարճվել, 650 գործ է հարուցելու, կարճելու, այդ ամբողջ պետական ծախսը ով պետք է փակի։ 650 քրեական գործ կարճելու ծախսելու վրա ծախսվել է 5 միլիարդ դրամ։ Հայաստանի Հանրապետությանը 5 միլիարդ դրամ վնաս են տվել, մնացած 250 գործերով։ Նայեցեք, 150 գործերով, ընդամենը 4 միլիարդի գույքային պահանջ կա, այսինքն պետության 1 միլիարդ վնաս է տվել այդ կոմիտեն։ Որպեսզի Նիկոլը ասի, քրեական գործ ենք հարուցել, էսի նախկին իշխանավորի նկատմամբ։ Ես ուրիշ բան ասեմ, ինչու քրեական գործ չեք հարուցում Ավինյանի եւ Ավինյանի ծնողների նկատմամբ։ Ավինյանը ինչ իրավունք ունի միլիոնանոց պալատ կառուցել եւ միլիոնանոց տուն առնել Երևանում, Էջմիածնում, Սևանում։ Այն դեպքում, որ ամբողջ Երևանի ասֆալտը քանդված է։ Քրեական գործ ինչու չեք հարուցում։ Ինչու օրինակ Կոնջոյանը մեկը կա է ԿՊ խմբակցության նախագահը։ Այդ Կոնջոյան, դու այդ երբ ես այդքան փող աշխատել, որ հատուկ ինչ-որ հաուսում, թանկարժեք էլիտար հաուսներում դու կինդ մայրը քույրդ տուն եք առնում։ Այդ ինչ փողեր եք դուք աշխատել։ Նիկոլ Փաշինյան, որ դու գնում ես քաղաքացուն ասում ես, բանը Դուբայում ես պալատներ չունեմ, իհարկե Դուբայում դու կարող ես չունես, բայց Ֆրանսիայում 8 միլիոն դոլարանոց ունես, համաձայն ֆրանսիական մամուլի հրապարակման։ Ամերիկայում դու 17 միլիոն, Կանադայում 17 միլիոն դոլարանոց տուն ունես, 1.5 միլիարդ դոլարանոց բանկ ունես Ամերիկայում։
ըստ մամուլի տվյալների 4 միլիոն դոլարանոց տունն ես Փարիզում, նայեցեք Կանադայում 3 միլիոն 100,000 եվրանոց տունն ես Փարիզում, դրանք մամուլում է հրապարակվել, այդ որում ֆրանսիական մամուլում է հրապարակվել։ 17 միլիոնանոց պալատը Իլյա Կամարովսկին է հայտարարել եւ բացատրել է ինչպես է Արսինե Խանջյանի հետ այդ տան մեխանիզմը մշակել եւ արել։ Այս դու կարող ես գնալ այդ խեղճ գյուղացուն ասել, պալատ չունեմ, իմ պալատը մանկապարտեզներն են։ Ինչ մանկապարտեզ ես կառուցել, ընդամենը 12 հատ մանկապարտեզ ես կառուցել։ Քանի մանկապարտեզ ես փակել, քանի դպրոց ես փակել։ 231 դպրոց ես փակել, 60 դպրոց, 14 դպրոց ես կառուցել։ Քո պալատը դպրոցն է, գնում ես դպրոցը ներկում ես, ցույց ես տալիս պալատ, մի տարի հետո ներկը թափվել, բայց ինչպես ասֆալտն է քանդվում։ Տուֆի շենքի, տուֆի պատը քանդում ես, բանը սվաղ ես անում։ Եվ ցույց ես տալիս գործ ես անում։ Իսկ համապատասխան համապարփակ կարգական որակ ընկել է։ Դպրոցները դարձել են փող հավաքելու տեղ։ Հիմա գիտեք, չէ՞ որպեսզի դպրոց նվեր, փող չտանեն, տաքսիները զանգում են եւ դպրոցի դասղեկների, տնօրենների հասցեով ուղարկում են նվերը։ Առաքում են անում ուսուցչի տուն։ Ինչ է, ԱԱԾ չես կարող բացահայտել, որ ուսուցչի տուն քանի առաքում է եղել։ Իհարկե կարող եք։ Համապարփակ կոռուպցիա է, քպեական, թուրքական կոռուպցիա Հայաստանի Հանրապետությունում։ Ես նորից եմ ասում։ Ես ուրիշ բան ասում։ Նիկոլ Փաշինյանը Կասկադի հողերի վաճառքից 250 միլիոն դոլար փող է ստացել։ Ասեմ ձեզ, $2000 12,500 հեկտար հող Նայեցեք 12,500 քառակուսի մետր հող, որի արժեքը $2000 է, պայմանագիր են կնքել 50 միլիոն ներդրումով 5 շենք կառուցի ինչ-որ մեկը, նաև այդ Կասկադի այդ ամբողջ համալիրը ավարտի։ Միայն $250 միլիոն արժեքն է հողի, որը պետությունը չի վերցրել, ուր է գնացել այդ փողը։ Սա խոշոր կոռուպցիա է։ Ընդ որում, բոլորը խոսում են, որ դա արվել է Նիկոլի համաձայնությամբ։ Կարող ենք հիմա մենք եզրակացնել, եզրահանգել, մտածել, որ այդ $250 միլիոն Նիկոլ դու ես վերցրել կաշառք, որպեսզի այդ ձրի տաս այդ կառուցապատողին $50 միլիոն փող ներդնի։ Եվ եթե դու վաճառես 12.5 միլիոնը, ապա պետական բյուջե $250 միլիոն փող կմտնի։ Դու ես չի արել դա Նիկոլ։ Ահա թալանը սա է։ Սա 20 տարի բոլոր սորոսական վիժվածքներն ու նիկոլական աղբերը կեղտերը տարածեցին, որ Ռոբերտ Քոչարյան 4 միլիարդ թալանել է Հայաստանի Հանրապետությունից։ Հետո 100 միլիոնի դատախազությունը հայտ ներկայացրեց 17 անձի նկատմամբ Ռոբերտ Քոչարյանի անունը այնտեղ չկար։ Հասկանում եք։ Նիկոլ Փաշինյանը 13,000 հայ է սպանել, հղի կնոջը, չծնված երեխայի հետ գցե, մեքենայի անիվների տակ կող կրտե սպանել է, ոչ մեկը չի դատվել։ Ասում են Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է, Նիկոլ Փաշինյանը խաղաղություն բերող։ Հասկանում եք։ Չէ, հայ ժողովուրդ, դու ուղեղի հետ խնդիր ունես, եթե մտածում ես Նիկոլի նման։ Ես նորից եմ ասում, ընտրեցիր Նիկոլին, քո երեխան բռնաբարվելու է, մորթվելու է Թուրքի կողմից, քո հայրենիքը դառնալու է Արևմտյան Ադրբեջան, քո եկեղեցիները պղծվելու են, մսկիթ են դառնալու, եղարդից հետո 1500 եկեղեցի մսկիթ է դարձրել Թուրքը, Կարսի եկեղեցում զուզա են կանչում, հասկացաք, ավարտելով խոսքս ուզում եմ ասել, ժողովուրդ,
Նիկոլը անինքնասեր ոչնչությունը, թերմասկ էշության մանիայով տարապող, մի ընտրեք Նիկոլին, մերժեք Նիկոլին, եթե վախենում եք դավաճան հողատու ասեք, թքելու համար, քրեական գործ չկա, թքեք երեսին, որտեղ Հայաստանի Հանրապետության գործող դատախազը գլխավոր հայտարարել է, որ երեսին թքելու համար քրեական գործ չեն հարուցում, բայց դա էլ մի արեք, հանուն մեր պատվի, որովհետև վերջին հաշվով վարչապետ Կոչեցյալը, դա էլ մի արեք, պարզապես ոնց որ Սյունիքում հայացքով արհամարելով, մեջքը ցույց տալով, դուրս շրխկացնելով արհամարեք, թող ցնցումների մեջ ընկնի, բայց ինքը ինքնասիրության հետ ոչ մի առնչություն չունի, նա մարդ չէ, որ ինքնասիրություն ունենա, դա դավաճան ստահակ է, որը զգալով իր վերջը ամեն քայլի դիմում է